Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, թվանքի հերթական հաղորդման շրջանակներում ես ձեզ կներկայացնեմ իմ զենքերից մեկը, այս անգամ հարթափող 12 տրամաչափի իտալական արտադրության Benelli Raffaello Elegance մոդելը։ Այս զենքին ես տիրապետում եմ 20 տարի եւ ավել, փորձ ունեմ նաեւ Benelli-ների, սենց ասեմ, ունեցել եմ Benelli Montefiltro ավելի պարզ տարբերակը, հետո ձեռք եմ բերել Raffaello Elegance-ը, մի փոքր ուշ ավելի ձեռք եմ բերել նաեւ Benelli B-Diamond տեսակը, տարիների շահգործման ընթացքում որևիցե մի անգամ ոչ մի խնդրի առջև չեմ կանգնել։ Զենքը ինքը իներցիոն է, բացատրեմ մի քիչ ավելի երևի կենցաղային լեզվով, որ պարզ դառնա, լինում են գազատվոդնի եւ լինում են իներցիոննի։ Իներցիոնին ինչու եմ ժամանակին ես ընտրել։ Ընտրել եմ նրա համար, որ շատ պարզ մեխանիզմ է ինքը, չունի այդ գազովի պորշին, որ փողի միջից հատուկ անց կա, որը ճնշման գալիս է եւ պերեզարյատկա է անում զենքը։ Այս դեպքում ինքը ամբողջական իր ուժը տալիս է առաջ։ Կան տարբեր մասնագետների կարծիքներ, որ մի փոքր առավելություն ունի իներցիոն զենքը, քան թե այդ պարշնևոյի մեխանիզմով աշխատողները։ Մեկը դա, երկրորդը սպասարկման հետ կապված շատ հեշտ է սպասարկել, ասեմ դες, բան չկա, փողն է եւ այս զատվորնի մեխանիզմն է, շատ արագ մաքրում եք եւ ավելնորդ կտորներից ինքը բաղկացած չի։ Հեշտ է սպասարկելը։ Կան նաեւ խոսակցություններ, որ ցածր գրամաժով պատրոններ չի կրակում, ես ինքս փորձել եմ լիցքավորել մինչեւ 22 գրամ կրակել է զենքը, ոչ մի անգամ թեկուս ստենդային հրաձգության մեջ, որտեղ նաեւ ես օգտագործում եմ որսորդության ընթացքում, չի եղել դեպք, որ ինչ-որ խնդիրներ առաջացնի չվերալիցքավորելով։ Ընթացքից էլ ես փորձեմ ձեզ ցույց տամ զենքը, կանեմ հավաքենք այս որոշակի նրբություններ ձեզ ցույց տամ։ Փողը 700 մմ է, տրամաչափը նշեցի 12, ստեղ ժամանակի ընթացքում ճիշտ ասած պահանջները փոխվում են մի քիչ, հետաքրքրություններն են ավելանում։ Տեսեք ինչ պարզ տարբերակով հավաքվում է զենքը, ուղղակի երևի 1 րոպեվա ընթացքում։ Ինքը ունի գործարանային չոկեր, երևի ճիշտ ասած տերմինոլոգիայով հայերեն սկիչեմ էլ հանդիպել, ոնց է դա կոչվում, երևի նույն ձեզ հասարակ պարզ տարբերակով ներկայացնեմ։ Հիմա գնանք մի կողմ, սա է զենքս, ինքը մնացած պրիկլադը այս ցևիոն փայտից է, այսքան տարիների ընթացքում տենց լուրջ վնասվածքներ չունի, ճիշտ է հետևել եմ նաև զենքին։ Գործարանային կոմպլեկտի մեջ մտնում են նմանատիպ չոկեր, կոմպլեկտի մեջ 4 հատ, տարբեր դիամետրերի, որ ավելի հեշտ լինի ընկալելը, փորձառուները, մասնագետները հասկանում են ինչի մասին է խոսքը, նորից սա ավելի տարածությունների վրա լայն բացելու եւ հակառակը հեռու տարածությունների վրա ավելի այդ OSP-ը նեղացնելու համար, դրա համար է գործում սրանք։ Ես ձեռք եմ բերել ամերիկյան ընկերությունների որոշ հայտնի չոկ արտադրող ընկերություններից չոկեր, որոնք շուտով փորձեն 25-30 մետր տարածության վրա կրակենք եւ ցույց կտանք դրանց տարբերությունները, ոնց է նույն տարածության վրա մեկը բացում, մյուսը ավելի խտացնում։ Օգտագործում եմ հիմնականում դա ամերիկյան Braille ընկերության արտադրանքն է, չնայած շատ եմ բերել փորձել եւ ընտրությունս կանգնել է այս տարբերակի վրա, չնայած բոլորն էլ ինձ թվում է իր նպատակին կծառայեին, եթե օգտագործեի։ Հարգելի ընկերներ, մնացած նրբությունները ասեմ ձեզ, այստեղ տեխնիկական տեսանկյունից, երբ որ զատվորնի մեխանիզմը հետ է գալի, ինքը ունի պոչի մաս,
ամբողջությամբ ինքը վերադառնում, այսինքն գալիս է դեպի այս խզակոթը եւ հետ է վերադառնում, իր ամբողջ մակերեսը, ինքը տեսանելի չի, փակ է, իհարկե, շատերին թվում է, թե այս իներցիան, որ այդ պոչի հատվածը հետ է վերադառնում, կարող է սրա, ասենց ասեմ, ադաչան ավելի շատ լինի, չնչին է հաստատ, ուղղակի որսորդական երկու փողանի զենքերից էապես ինքը շատ ավելի հանգիստ ու փափուկ է կրակում։ Ինչ վերաբերվում է զենքին եւ նաեւ ստեղ բերել եմ այս նշանոցը մուշկան ամերիկյան էլի որսի համար նախատեսված նաեւ ինչու՞ չէ ստենդային հրաձգության մեջ է օգտագործվում, ինքը շատ հետաքրքիր արտահայտված գույն ունի մեջը, բանը սվետանակապիտելնի էֆեկտ ունի, երեկոյան արդեն երբ որ արևը նստում է, որսի դաշտում կլինի, թե չգիտեմ նորից նշում եմ ստենդային հրաձգության ժամանակ ինքը շատ ավելի տեսանելի է։ Փոխել եմ գործառնայինը, դրել եմ սա։ Մնացածը ինձ թվում է ավելի ճիշտ կլինի ձեզ ցույց տանք արդեն կրակակետում, փորձենք, խմբեր հավաքենք, հետո ընկեր իշխանը առաջարկում է իջնենք ներքև, փորձենք արդեն ափսեների վրա կրակենք, ներստանդարտն ինչ որ բան են կազմակերպելու, փորձենք մի քանի հրաձիգներով այդ թիրախները օդի մեջ վերացնենք։ Դա էլ մի փոքր ուշ։ Արդեն տեղափոխվեցինք կրակագոտի։ Հիմա կփորձենք այս չոկը մեկ կրակոց կգնա այս մի թիրախին, հաջորդը կփոխենք, կդնենք արդեն ավելի սեղմված, ավելի հեռու տարածությունների համար նախատեսված չոկը դնեմ, չեմ ուզում այդ դյույմերով, բաներով, ձեզ կամ չոկերով, կամ ռաստրուբներով ներկայացնեմ, պարզ տարբերակով եմ բացատրում։ Մեկը բացում է, մյուսը խումբ է հավաքում։ Մեկը մոտ տարածություններից մակերեսը մեզ վերցնելով, որ հեշտ որս կլինի, թե նորից կրկնվում եմ ստենդային հրաձգության դեպքում կարողանաք այդ արագ շարժի ընթացքում նույն այդ թռնող տարելկաները օդի մեջ բռնեք կամ ձեզանից թռչող լորը հեռացող։ Մյուսը հակառակը, համարենք, Հայաստանում չկա, արգելված է, Ղազի որսի եք կամ շատ հեռու տարածությունների վրա եք փորձում այդ նույն ստենդի տարելկանները կրակեք, նա էլ արդեն այլ նպատակների համար է։ Հիմա կկրակենք, կմոտենանք, ավելի կոնկրետ ձեզ ցույց կտանք։ Սա մեկ, մոտենանք, դե համեմատության մեջ նայենք հետո։ Սա ասենց ամբողջությամբ, տեսեք, բացվել է, հիմա կփորձենք ստեղով արդեն բանն անցնել, չաշկանա անցել, սա ուրիշ խնդիր չի, էլի վատ չի, հավաքված խումբը, ստեղ շանս չկար, որովհետև մի բան անվնաս անցներ այս տարածքով, հիմա փոխենք, սա քանդենք, ձգենք մյուսը, կրակենք, նույն համարով, նույն տարածությունից, Անվտանգության տեսանկյունից ցույց եմ տալիս, ատվորը բաց է, այստեղ խնդիր չկա։ Սա հանեցինք, հետո մի բան էլ խորհուրդ տամ, փորձով ասեմ ձեզ, այստեղ հատուկ սմասկաներ կա, հատուկ չոկերի համար նախատեսված, որ օգտագործվում է, այստեղ քսած է, ամեն ճիշտ ասած ես ամեն անգամ զենքը մաքրելուց մաքրում եմ, նորն եմ քսում, բայց սա եթե անբարեխիղճ մոտենակ, կես տարի, մեկ տարի մնա մեջը, սա մեկը կքանդվի, այլ չի կպնի, ուղղակի հետո խնդիրներ չի առաջացնի քանդելուց։ Խորհուրդ եմ տալիս այս յուղերից օգտվել։ Բրայլի մի տարբերակը կթողենք, այս մեկով կգրակենք։ Սա
Ձեռքով անգամ ձգվում, սա կարիք չկա։ Նույն տարածությունից, հարգելի ընկերներ, մոտենում ենք այս մյուս թիրախին, Միշենին։ Սա ձերն էլ է տարբերվում։ Հետո սա նաև ունի մի, ասենց ասեմ, տեխնիկական այլ խնդիր էլ է լուծում, երբ որ չաշկայով թռնում է, թևերը կպած ժամանակ ինքը պոկում է չաշկաները, միջից հատուկ պազեր ունի, բացում է։ Հիմա տեսեք, եկեք նկատեք, մի քիչ ձախ եմ տարել, տեսնում եք տարբերությունը։ Ինչ խումբ հավաքեցնեղ։ Սա նայր ինչ որ ասում է, էլի սա բանի հետ, չաշկայի տեղն է։ Պատկերացրեք միթիս մակերեսով եթե նայում եք եւ եկեք նայենք ինչ մակերես է վերցրել սա։ Սա է չոկերի տարբերությունը։ Բայց անպայման չի ձեռ բերել տյունինգովի ինչ որ տենց թանկ կամպանիաների արտադրանք, իր գործարանային չոկերը 1-ից մինչև 5-րդը նույն խնդիրները լուծում են։ Ուղղակի սա հավատացեք այն փոքր բաց դետեկաների պես նաև հարվածն է մեղմում շատ անգամ։ Այսքանը հիմա էլ կտեղափոխվենք, արդեն կփորձենք օդի մեջ թիրախն էլ խփել, մեզ համար այնտեղ պատրաստել են անակնկալ։ Երևի ընկեր իշխան, Զաքար ջան, տղեր կաղան կանոն գցեն, փորձենք բոլոր թիրախները օդի մեջ խփենք։ Առանց պայմանավորվելու նախապես, էլի։ Հա, դու իրանք ոնց ուզում են գցեն, մենք բոլոր այդ ուղղություններով պիտի հասնենք խփենք։ Տենանք կարանք նենց անենք ոչ մի հատ գեդին չհասնի։ Տեսնենք։ Զաքարը ներկայացնում է որսորդների դասը։ Ես տեղի հրաձիկների։ Ես էլ եմ որսորդ։ Ես սան երկու որսորդի արանքում երազանք պահի։ 5 հատ լիցքավորում ենք, պահում եմ որ սաղ կպնենք։ Բացի ինձանից, էլի։ Զաքար դու եք կարաս, եթե տեղը գիտես։ Պատրաստ եք։ Давай. Տեք միջև Եվ Դու ինչ մնացել է տվեք։ Տվեք ինչ մնացել է։ Տվեք։ Լավն է։ Տուր։ Հնաց։ Տուր։ Շատ լավն է։ Արամ ձեր տենյան կա։ Շատ լավն էր։ Գերազանց։ Թող գնահատեն արդեն հեռուստադիտողները։ Որ մի 500 փամփուշտ կան այստեղ պարապեն։ Այո։ Ու պատահական հայտնվեն այնտեղ, որտեղ կամիկաձե դրոններ են գալի։ Ահա, ցանով կարելի է պայքարել լուրջ։ Ինչ որ տարածություններ, որսորները արագ են կողմնորոշվում այդ դեպքում, նամանավանդ թռչնի վրա որսանողները։ Ինչ թվաց ասելու եք նամանավանդ Զաքարը։ Նամանավանդ Զաքարը։ Ես կանը։ Բալգարկի ձենիտար միացեք մեզ։ Զինվեք, մարզվեք, դարձեք ազատ։ Ստեսում ձեզ։